Հաշմանդամություն ունեցող մարզիկների արդեն երկրորդ խումբն է մարզումներ անցկացնում Օլիմպիադանում։ Դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ մարզիկներ հնարավորություն ստացան մարզվել Օլիմպիադանում անվճար։ Մարզվողների թիվն օրեցօր ավելանում է։ Այս տղաների օրինակը վարակիչ է ու դեռ շատերին բերելու է մարզադահլիճ։ Լիքը մարդ է մեզ տես է արդեն մեր կարգավիճակում գտնվող տղերք են ու ստեղծվել է արդեն նոր թիմ, նոր տղաներ են արդեն գալի մեր մոտ մարզվում ու իրանք շատ գոհ են ու հույսով եմ, որ այդպես շարունակվելու է ու լիքը մեր եղբայրները, ովքեր պատերազմին մասնակցել են ու ստացել են վիրավորում, էլի գալու են մեր մոտ, էլի մարզվելու են։ Հաշմանդամային սպորտի զարգացման համար են ամեն փոքր ինչ-որ մի քայլը արդեն դա գովելի է եւ այս հնարավորությունը ստեղծվելից հետո, երբ որ պարոն Ծառուկյանը հնարավորություն տվեց մեծ քանակությամբ զին հաշմանդամ տղաների եւ հաշմանդամ մարզիկների մարզվել, ավելի ակտիվություն է սկսվել եւ արդեն ապագայում միջազգային մրցաշարերի մասնակցության հարցեր են առաջանում, որ մեծ ցանկություններ եւ մեծ ողջավորությամբ են տղաները մարզվում։ Մարզումներն անարդյունք չեն։ Վերջերս կայացած պարածանամարտի Հայաստանի առաջնությունում մարզիկներից 3-ը՝ Արթուր Մելքոնյանը, Էրիկ Գրիգորյանն ու Էդուարդ Էդիբարյանը բարձրացան պատվոհարթակ։ Գրավել եմ երկրորդ տեղ ծանրամարտի հենուն վարժությունից, էլի պարկաստիրքից։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար սա շատ կարևոր է, նոր ընկերներ ձեռք բերելու առումով, ինչու՞ չէ, ֆիզիկական տվյալները բարելավելու։ Այդ ամեն ինչը նպաստում է, որ մենք ինչքան հնարավոր է ավելի ամուր լինենք, մեր կարգավիճակի մարդկանց ցույց տանք, որ կյանքը շարունակվում է, որ կա սենց հնարավորություններ, նաև շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորությունը ընձեռողներին, Գագիկ Ծառուկյանին եւ առհասարակ կազմակերպչական թիմին։ Սա շատ կարևոր է մեզ համար։ Մարզումների հեռանկարային նպատակը նաև 2028 թվականի Լոս Անջելեսի պարալիմպիկ խաղերն են։ Հայաստանը պարալիմպիկ խաղերում դեռևս մեդալ չի նվաճել։ Խնդիր է դրված կոտրել սառույցը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։